Այսօր ուզում եմ կարդալ եւ իմաստը մեկնաբանել։ Քահանապետները ու փարիսեցիները տեսան, գումարեցին եւ ասացին. Ինչ անենք, քանի որ այս մարդը բազում նշաներ անի։ Եթե նրան այնպես թողնենք, ամեն կհավատան նրան եւ հռոմացիները կգան եւ կվերցնեն մեր ազգը ու մեր սրբավայրը։ Նրանցից մեկը Կայիփի անունով, որ այդ տարվա քահանապետն էր, նրանց ասաց. Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ հորել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանապետն էր, մարգարյացավ, որ Հիսուս մեռնելու էր ազգի համար, եւ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաեւ Աստծո ծրված որդիների իմի հավաք։ Ապա այն օրվանից խորհուրդ արեցին, որ նրանց սպանեն։ Եվ Հիսուս այնուհետև այլևս համարձակ չէր շրջում հրեաների մեջ։ Այն այնտեղից գնաց մի շրջան, որ մոտ էր անապատին, գնաց մի քաղաք, որի անունը Եփրայիմ էր, եւ իր աշակերտների հետ այնտեղ մնում։ Հրեաների եւ հրեաների զատիկը մոտ էր, եւ այդ գավառից շատեր Երուսաղեմ բարձրացան զատկից առաջ, որպեսզի իրենց մաքրեն։ Հիսուսին փնտրում են եւ մինչ տաճարի մեջ էին։ Միմյանց ասում են. Ինչպես է ձեզ թվում, արդյոք այս տոնին չի գա։ Քահանապետներն ու փարիսեցիները հարահանգել էին, որ եթե մեկը իմանան, թե նա որտեղ է, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։ Ինչ զարմանք Աստծո որդին եկել աշխարհ, հատկապես հրեաներին, որ անչափ մեծ բարիք ու երախտիկն են դեսի Աստծուն, ապերախտ ազգը, այնքան ագա եւ որգրամոլ եւ նաեւ ինչու՞ չէ արձատասեր մարդիկ էին, որ չկամեցան Քրիստոսին ընդունել։ Սուրբ գրքի մեջ գրված է. չեք կարող երկու տիրոջ ծառայել, եւ ոչ մամոնին եւ ոչ Աստծո միատեղ։ Հիմա քանի որ փարիսեցիները, սադուկեցիները, ղևդացիները, քահանաները, քահանապետները սաստիկ ագահություն ունեին եւ նրանց մոտ գրեթե հիվանդակին վիճակի մեջ էին։ Երբ որ Քրիստոս մտնում էր տաճար, սարսափում են, թե հիմա մեզ կհայտարարի։ Եվ իրոք իրենց անչափ չար գործերի համար պարտավոր էր նրանց սաստել, բայց Քրիստոսին չէին սիրում, որովհետև իրենց սպասածը չէր։ Նրանք Քրիստոսին սպասում էին, որ աշխարհ գար իրենց ամբողջ երկրագնդի վրա թագավոր ու ղեկավար դարձներ։ Ինչպես նենգությամբ արդեն բոլորը լսել եք, մի քանի անգամներ, որ նրանք այսօր դիվային դիվանագիտությամբ հասել են իրենց նպատակին։ Ամբողջ երկրագնդի բոլոր ղեկավարությունը գրեթե հրեաներն են եւ մասոնները։ Սա իրենց նենք դիվային դիվանագիտությամբ հասել են, բայց կարճ է տևելու։ Ուրեմն հրաշքները, որ տեսնում էին, հատկապես Ղազարոսի հարությունը, որ լսեցին, ասին ինչ անենք, այլևս մենք նրան ոչինչ չենք կարող անել։ Եթե այսպես թողնենք, բովանդակազգը նրա հետևից կգնա եւ հռոմացիները կգան մեզ կվերցնեն եւ կվերցնեն այս սրբավայրերը։ Եվ այդ պահին քահանապետը Կայփյան, որ այդ տարու քահանապետն էր, ինչու այդ տարուն է ասում։ Թերևս համարցակ է, որ ասենք, քանի տարիներ պիտի քահանապետ լինի, եւ այդ տարիներ քահանապետն էր Կայփյան։ Բայց մեկնում է մեր հայրը Գրիգոր Տաթևացին, ասում են ինքան ագահ էին, որ ամեն տարի մի քահանապետ էին փոխում, որպեսզի ամենքն էլ օգտվեին այդ բարիքից, որ իրենց հասնում էր։ Եվ այդ տարվա քահանապետը Կայփյան էր։ Խոսքը վերցրեց եւ ասաց. դուք ոչինչ չգիտեք, ոչ էլ մտածելու կարողություն ունեք, այլ լավ է, որ մեզ համար մեկը մեռնի, քան ամբողջ ազգը կորչի։ Որովհետեւ ասում է քահանապետը մարգարյացավ, ոչ ինքն իրենից մի բան խոսեց։ Սուրբ Հոգին իրեն խոսեցրեց, թերևս Սուրբ Հոգին խոսեցրեց ոչ թե բարի էր դրա համար, այլ որ Աստծո կամքը թելադրեց, բայց ինքը չար մարդ էր։ Ինչպես երևի դուք կարդացել եք, երբ որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, Բաղամը մարգարյացավ։ Թերևս չար հոգի էր, կախարդ էր, բայց մարգարյացավ ճիշտ խոսք ասեց,
որտեղ Աստված նրան այդպես էր ստիպում, որ այդպես պիտի խոսեր։ Նմանապես այս Կայփա կոչվածը թերևս ինքը մաքուր հոգի չուներ, բայց ստիպված էր ճշմարտությունը խոսելու, որտեղ այդ տարվա քահանապետն էր։ Եվ ոչ միայն իրենց ազգին պետք է փրկություն լիներ Քրիստոսի մահով, այլ համայն տիեզերքի բովանդակ մարդկությանը, որոնք պիտի հավատային Քրիստոսին։ Եվ իմի պիտի բերեր Քրիստոս բոլոր հավատացյալներին։ Հիմա թե ինչքան մեծ է Քրիստոսի այդ մեծ փառքը։ Ինչու Քրիստոս փառավոր կերպով մտավ Երուսաղեմ։ Վերջի շրջանում, որպեսզի մարդկանց զգաստացնի, թե ինքը իսկապես արժանի է դրան։ Եվ ահա նախքան այդ բոլորը ինչպես արդեն լսեցիք քահանապետի այդ խոսքը, եւ զգուշացրին իրենց շրջապատին, որ եթե որը միտեղ Քրիստոսին եթե տեսնեն, ապա միջապես իրենց տեղակ պայն որպեսզի գնան եւ զգուշությամբ ձերբակալեն։ Ինչու են փափագում Քրիստոսի մահը։ Դա ոչ թե նրանք են փափագում, այլ թույլ անձերը անոթն են սատանայի, թույլ տկար հավատքի մարդիկ, որոնք կայունություն չունեն, իրենց հոգու խորքում Քրիստոսի սերը եւ Աստվածային ճշմարտությունը չի բնակվում, նրանք ենթակա են միշտ փլուզման ու սատանայի թելադրանքը լսելու։ Եվ դրա համար սատանան փափագում էր Քրիստոսին վերացնել։ Եվ այսօր նրա փափագն է, որ բովանդակ մարդկային ազգին մեղքի մեջ գցի։ Բռնելու տեղ չունենա երկրագունդը մարդկային ազգի, որը մեկին բռնելու տեղ չունեն, ինչպես Նոյի շրջանում նմանապես գրեթե մարդ չկար բացի նորից։ Մնացածը բովանդակ արդեն պարտված են սատանայի աղբի մեջ։ Եվ այսօր նույնպես կարողացավ հնարքներ գտնել, հերոստացույց ստեղծել, սատանայի հնարքի գիտությունից։ Զանազան աղբեր մտցնել մարդկանց մեջ։ Եվ դուք չեք պատկերացնում ինչքան արագ է հիմա ընթանում երկրագունդը կորստի մատնվելով։ Եվ ինչքան շատ է բազմանում մեղավոր մարդկանց թիվը, ավելի մոտենում է մարդկային ազգի կորստը։ Ինչ ասում Քրիստոս, որտեղ 2-3 ես այնտեղ ներկա եմ։ Իրապես 2-3 են նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին։ Նաև անհատ անձը եւս իր մեջ ունի 2-3 մարդու անհատ կամքը, ազատ իշխանությունը, իր միտքը ու բարի դիտավորությունը, հավատքի լույսը, երբ առանձնանում է սկսում է խորել Աստծո մասին, երկուսն էլ կան, երեքն էլ իր մեջ։ Ուրեմն անհատ անձն էլ կարող է կղզյանա իր մեջ բնակեցնի Աստված, ներկա լինի Աստված իր մեջ։ Նաև ինչու՞ չէ, երբ այսպիսի բազմության ժամանակ է լինում, թե ինչ հրաշքներ է կատարվում։ Հիմա այսօր ես պետք է խոսեմ մի քանի հրաշքներ Աստվածամորից դարձյալ, լսելու եք, թե ինչքան մեծ հրաշքներ է կատարվում, երբ որ հատկապես բազմությունը միատեղ է լինում, նույն հավատքի մեջ են լինում, հավատքով դիմում են Աստվածամորը։ Ուրեմն մի կույր, որը իր տնե կույր էր, չափազանց մեծ Աստվածասեր եւ Աստվածագետ, նաեւ Աստվածամորը շատ ջերմերանդ, հակադրվում են հրյաները իրեն, թե Քրիստոս Աստված չէ, այլ մարդ որպես, բայց քանի որ ինքը ծայրահեղ գիտոն էր, պապանձեցնում էր բովանդակ հրյաներին, կարմրտվում էին, սոսկում էին նրանից։ Երևս աչքեր չուներ, բայց հոգին նրան կրթել էր, մեծ հոգի ուներ։ Եվ եղավ, որ շատ խիստ կերպով հակադրվեցին, շատ անբարվեցին իրեն, ասին եթե Քրիստոս Աստծո որդի լիներ, Աստված լիներ, թույլ չեն տա իրեն խաչեին։ Բացատրում է ոչ, ասում է այդպես չէ։ Նա կամոմին խաչվեց, որպեսզի մարդկային ազգը փրկի։ Դուք կույր ու տգետ, ես ճիշտ եմ, մարմնավոր եմ կույր, բայց դուք հոգեպես կույր եք, տգետ ու անհասկացող եք։ Եթե Քրիստոս կամավոր կերպով չխաչվեր, մարդկային ազգին փրկություն չէր լինի։ Եվ այս կարգով սկսում են խիստ խոսել, նրանք սկսում են իր վրան հարձակվել։ Դու տգետ ես, դու արժանի ես այդ կուրություն, Աստված քեզ պատժել է եւ լեզուներն ունես խոսում ես, մայլ ասում է ոչ, դա այդպես չէ։ Այլմ հոգին կատարյալ լույս ունի, արթնություն ունի։ Ֆիզիկական մարմինը չէ, որ մարդու միայն պետք է լույս պարգևի, այլ դուք որովհետեւ հոգու հասկացողություն չունեք, հոգեպես կույր եք։ Դենավ ասում, եթե քո Աստվածը ճշմարիտ է, թող քո աչքերը բացի մենք հավատանք։ Լավ ասում են, շատ լավ։ Համաձայն եք, ասում են շատ լավ։ Ուրեմն պայմանագիր անենք, պայմանագիր են անում։
Եթե իմ աչքերս ասնե Աստված 3 օրից հետո բացեց, դուք համաձայն եք, որ բոլոր քրիստոնյաներ եք։ Համաձայն ենք ասում, մենք բոլորս քրիստոնյա կդառնանք եւ կմկրտենք։ Պայմանագիր են անում 3 օրվա համար։ Ասում են, եթե մենք չդարձանք քրիստոնյան, Հռոմում է կատարվում այս դեպքը։ Թող մեզ բացարձակապես զրկեն մեր բոլոր ունեցվածքից եւ մեզ ակսորեն քաղաքից դուրս վդարեն։ Այս պայմանագիրը կնքելուց հետո սա գնում է Հռոմի պապի մոտ։ Սա հայտնում է ունեցած պայմանագիրը։ Խիստ ուրախանում է Հռոմի պապը այդ ժամանակին եւ ասում է դա աստվածանից է։ 3 օրից հետո աստվածանոր տոնն է լինում։ 3 օր անընդմեջ գիշեր ցերեկ այս տղան սկսում է աղոթել, լացել ծումոպակով եւ առաջի անգամ դուք հիշում եք այն Պադանին աղքատիկը, որ երգում էր. Ուրախն են մայրամ կույս, որ զամենան հերետոգոսությունը խորդագեցիր եւ բանից հրեշտակապետին Գաբրիելի հավատացիր, ուսությամբ ծնար զաստված մարդ եւ հետ ծննդյան կուս անխախտ մնացիր։ Այս կույրն է առաջին հեղինակը գրող, ուրեմն 3 օր ծումոպակ պահելով էս գրում է եւ ի վերջո երբ որ ուրեմն տոնը կատարվում է, բազմություն հավաքված են լինում եկեղեցում, մեծ եկեղեցում, ուրեմն բովանդակ այդ հրյաները հավաքված են լինում, գալիս են մարդիկ, բռնում են իրար ձեռից, ինչպես կույրին, արժանի է, ճեղքելով մարդկանց այդ բազմությունը հասցնում է մինչև բեմի առջևը։ Իրավես կույր է, ոչինչ չի տեսնում։ Այս աղոթքը ինքը սկսում է երգել. Ուրախ լեր մայրամ կույս, որ զամենան հերետոգոսությունը խորդագեցիր եւ բանից հրեշտակապետին Գաբրիելի հավատացիր եւ կուսությամբ ծնար զաստված մարդ եւ հետ ծննդյան կուսանխախտ մնացիր։ Խոսք ավարտելուց հետո աչքերը բացվում են։ Գավազանը շփոթում են կողմ ու դառնում է դեպի ժողովուրդը, ոչ թե ինքը որ ժողովրդին պետք է տեսնի, այլ ժողովուրդը իրեն տեսնի, որ իր աչքերը բացվեցին։ Եվ այդ պահին 500 հրյա անձն են առնում քրիստոնյա դառնալ, իրենց կույր հավատքը թողեն, ուսավոր ճշմարիտ քրիստոնեություն ընդունելով մկրտվում են, իսկ մնացածները թողնելով, որոնք չեն ընդունում քրիստոնեություն, հрьяաներ թողնելով փախնում են երկրից։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել ձեզ։ Վստահեցնում եմ, որ Քրիստոս Աստծո ճշմարիտ Աստված է։ Այստեղ ամբողջը հрьяաների հրախուսանքը, որ մեկը մյուսին քաչալերում են դե Քրիստոս Աստծո չէ, մինչ առայսօր պայքարում են այդ դիվային որոջումը եւ այդ Եհովականությունը բացահայտ կերպով այս նույն գաղափարին է, որպես ինքը Քրիստոս որպես Աստված է, այլ մարդ որպես։ Եվ դրա համար խնդրում եմ ձեզանից առանց մնացորդի սիրեք Աստվածամորը, ինչպես Քրիստոսին եք սիրում, ինչպես պարտավոր եք սիրել բոլոր սրտով, նաեւ Աստվածամորը, որը պատճառ եղավ մեր փրկության ճշմարիտ պտուղը երկրին հանձնեց։ Եվ շատ առաջներ, ինչպես արդեն կարող եմ ձեզ խոսել, ուրեմն Աստվածամորը հավատացողները մեծ ողորմության են արժանանում, որովհետև Քրիստոս արդարության դատ իրեն վերցրեց, ողորմության եւ գթության դատ Աստվածամորը հանձնեց։ Չկա մեկը ծանր մեղավոր, որ առանց Աստվածամորը բարեխոսության ինչ որ փրկության արժանանում։ Թող Աստծո սուրբ զորությունը, ողորմություն եւ սերը բոլորիս վրա լինի, ամեն։ Ամեն։ Նմանատիպ չափազանց շատ հրաշքներ կան։ Նաեւ ավելի գեղեցիկ մի հրաշք էլ ասենք ու անցնենք կարդալու։ Ուրեմն երկու բանականներ, ճգնավոր բանականներ եւ հոգեվորականներ, մի վանքից մյուս վանքն են տեղափոխվում։ Ճանապարհի մեկի քունը սաստիկ տանում է։ Այլևս անզսպելի է, հնարավոր չէ զսպել իր քունը ու ասում է եղբայր, խնդրում եմ, թույլ մի քիչ քնեմ, նոր գնանք։ Լավ ասում, ու քնիր։ Անգնում է հադագինա միջավես սկսում է քնել, մյուսը ծնգի գալիս աղոթում է։ Հենց ծնգի գալու պահին տեսնում է դեմից գալիս է մի խումբ բազմերանք զգեստներով կուսանած մի դասք, ահավոր մեծ խումբ։ Կանից անցնում են։ Հետևից գալիս է բացարձակ սպիտակ զգեստներով, անբացատրելի սպիտակ, ավելի ձյունից քան ձյունը։ Եվ դրանք են անցնում, որից հետո գալիս է երրորդ դասքը, անբացատրելի գեղեցկությամբ եւ իրենց աննման գեղեցկությամբ եւ գեղեցիկ վարդագույն զգեստներ հակած այդ դասն են անցնում, ամենավերջում գալիս է փառած Տիրուհին, Աստվածամայրը։ Սա համարձակվում է ծնկի գալով ասում մայրին, այդտեղ ծնկեր գալած։ Խնդրում եմ ասա, սրանք ովքեր էին։ Ասում է որդյակ, առաջի դասը որ գնացին բազմերանք գույներով,
Նրանք էին, որ մնացին կույս, բայց ոչ թե մտադրված էին կույս լինել, այլ չաճողվեց ամուսնանը, կույս մնացին, այդպես էլ ինձ ծառայելով փրկվեցին, բայց փրկության զավակին։ Այդ բազմերան կույնը նշանակում է մտքի զանազան փոփոխությունները։ Եթե ստացվեր պիտի ամուսնանային, չստացվեց կույս մնացին։ Այսինքն տադանվողական վիճակի մեջ է։ Իսկ մեջտեղին է, որ եկան, ասում է սպիտակ զգեստները, նրանք ուխտյալ կույսեր էին, ամբից մաքուր մնացած կույսեր էին, որոնք հագած են սպիտակ զգեստներ։ Իսկ վերջի երրորդ դասը, որը հագել էին վարդագույն զգեստներ եւ չափազանց գեղեցկու էին, նրանք ամբից մաքուր մնացած կույսեր էին եւ Քրիստոսի սիրո համար իրենց այրունը հեղել էին։ Եվ կույս էին եւ իրենց այրունը հեղել էին։ Ուրեմն մի աղքատիկ գյուղացի կույս, որը չափազանց ջերմերան դեր Աստվածամորը, հիվանդացել իր հոգին տալու մոտ էր, ասում է գնում ենք այդ գյուղը այդ գյուղը եւ այդ սկանչելի կույսի հոգին պետք է տանեն։ Այդ պահին արթնանում է եղբայրը, ինքն էլ դասի կավարտում է։ Մեկը մյուսին պատմում են ինչ որ քնի մեջ տեսած այդ եղբայրը, նույնը կենթանի աչքով տեսել է նույն տեսիլքը եղբայրը որ ծնգեղած աղոթում էր։ Իրար պատմելով, ասում է գնանք տեսնենք այդ կույսին։ Վեր են գնում են այդ գյուղը, որտեղ մոտ էր արդեն իրենց, հարցը քննելով գտնում են այդ ողույն ու պարկած է անգողում հիվանդ է։ Ուզում են հետ գնան, ասում ուր եք հետ գնում։ Դե մեզ Աստվածամայր ասեց այստեղ պետք է գանք, բայց տեսնում եք չկա, դրա համար հետ են գնում։ Ոչ, ասում է ծնգի արիք։ Հենց որ ծնգի են գալիս, ամիջապես տեսնում են այդ բազմություն կույսերի եւ բոլորը միատեղ աղոթում են, փառաբանում են Աստծուն եւ կույսի հոգին են եկել տանել։ Եվ այդ պահին Աստվածամայրը մոտենում է գյուղացու աղքատիկ կույսի հոգին քաղցր շատ էր սիրում, որտեղ ջերմերան էր անում մեջ երկում էր Աստվածամոր երկերը։ Վերցնում է հոգին եւ անետանում են, վերցնում ու գնում են։ Այս իմաստը արդեն դուք լսեցիք այդ 3 դասի նախորդ եւ իմաստը ինչպես բարձրեց մարդիկ կան որ ուզում են ամուսնանալ, բայց չի աճում, բայց կույս են մնում, բայց նրանց մտքերը այդպես իրենց զգեստներ իրենց համապատասխան մտքերին են համապատասխան։ Թող Աստված ձեզ բոլորիդ ամբից հավատքի լույսը պարգևի, հաստատուն հույս, կատարյալ սեր եւ կարողանաք ապրեք եւ Աստծո հաճելի կյանքով ապրեք։ Ամեն։ Ամեն։ Հապագենք բոլոր սրտով Աստծուն դառնալ, անթերի անսխալ կերպով Աստծուն դառնալ։ Մեղքը գործվում այն ժամանակ, երբ որ մարդ աղոթքից հեռանում է։ Վստահաբար ասում եմ ձեզ, եթե բովանդակ սրտով ամբողջ ձեր վարդյանները սկսեք Տիրոջ մասին մտածել, առիթ չի լինում, որ սատանան կարողանա ձեզ ճեղքելով մուտք գործի եւ ձեր մեջ ինչ-որ չար սերմեր ցանի։ Դա բացուց է, երբ որ մարդ տգարանում է, երբ որը մեկը անապատում է լինում, անոթ մեջ աղոթում է, նրան ճեղքես մեջը մտցնել չարի խորհուրդներ անհնար է։ Բնական է, որ ցանկացած անհատ, երբ որ աղոթքից տգարանում է, անպայման թշնամին պիտի հետը գործի։ Այս է ձեզանից պահանջվում, որ անոթ մեջ աղոթք կանեք, որպեսզի թշնամու կես չդառնաք։ Սուրբ Գիրքը այսպես է ասում. Հարատև աղոթեք ամենաժամ, որպեսզի փորձության չանկանեք։ Եթե փափագում եք փորձությունից ձեր մնաք, անոնց մեջ աղոթեք։ Այս է Աստծո պահանջը։ Աստված օրհնողն է, զգացություն բարգեւի։ Ամենամեծ շնորհը, շնորհների շնորհը, դա աղոթասիրությունն է, աղոթքն է։ Դրա համար խնդրում եմ ձեզանից, փափագեք ամեն օր աղոթելով, նմանապես խնդրեք, որ ձեզ աղոթասիրություն ավելացնի։ Աղոթասիրություն խնդրեք ամեն օր։ Աղոթքի վերջում ասեք, ով Տեր, եթե այս աղոթքս հաճելի էր քեզ, ինձ կրկին ու կրկին աղոթի շնորհ բարգեւի, օրը ավելացրու։ Եվ եթե ամեն օր խնդրեք, պիտի ստանաք աղոթքի շնորհ, եւ աղոթքի շնորհով ձեր հոգին պիտի փրկեք։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն այստեղ տեսեք ինչ ասում։ Եվ հրաների զատի գմոտ էր, եւ այդ գավառից շատերը Երուսաղեմ բարձացան։ Զատկից առաջ, որովհետեւ իրենք իրենց մաքրեն, Հիսուսին փնտրում էին եւ մինչ տաճարի մեջ էին։ Միմյանց ասում էին. արդյոք անունը չէին տալիս։ Միան ասում էին. ինչպես է ձեզ թվում, նա կգա այս տոնին։ Անունը ասել պետք չէ, որովհետեւ գիտեին թե ում մասին է խոսքը։ Այնքան մեծարանքով էին ժողովուրդը նրա մասին խոսում, որ նա ասելով գիտեին, որ Հիսուսի մասին է խոսքը։ Եվ այդ քահանապետները եւ փարիսեցիները
փափագում էին, որ Քրիստոսին բռնեին եւ սպանեին։ Տեսեք, ինչ սոսկալի բան։ Եկել է կյանք ապարգևելու, նրանք Քրիստոսի մահ են կամենում։ Արդյոք մենք նույնը չենք, նույնը մենք ենք։ Քրիստոս մեր փրկության համար խաչվել է, մեզ փրկության համար ամեն ինչ գործեց, ամեն ինչ արեց, բայց մենք մեր կամքը, երբ որ դնում ենք, փափագում ենք մեր կամքը կատարել, ոչ մի տարբերություն չունի։ Նրանք անգիտակցաբար Քրիստոսին խաչեցին, մենք գիտակցաբար ենք խաչում։ Երբ որ մենք մեր կամքը թելադրում ենք, շուտ այս բանն եմ ուզում, այս պիտի կատարեմ։ Սա եմ փափագում։ Երբեք ձեր փափագը չներկայացնեք։ Ով Տեր, եթե քեզ հաճելի է, Քրիստոսի խոսքը հիշում եք, ով Տեր, եթե քեզ հաճելի այս բաժակը ինձանից անցկացրու։ Քրիստոս եկել էր խաչվելու, բայց նաև Աստծո կամքն էր հայցում։ Տեր, եթե քեզ հաճելի է, այս բաժակը չխմեմ։ Որ բաժակն էր խաչվելու, չարչարվելու, տառապելու, մահ ճաշակելու։ Հոգիս հոժար է, մարմինս տգար։ Այս բառը երկդիմի են խոսում, որպես թե դա Պետրոս Առաքյալին խոսվեց, որպես թե նրա մասին էր խոսքը, թե հոգին հոժար է, բայց մարմինը տգար։ Մինչդեռ նաև ինչու՞ չէ բոլորս էլ նույնն է, փափագում ենք սրբության հասնել, բայց տառապանք չենք ուզում կրել։ Խոստովանում եք, այդպես չէ եղեք։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Օհ, եթե մեծ սիրո փափագ ունենայիք, երբեք չեք խնայում ձեզ, ձեր ոչ վարդյանը, ոչ ժամանակը, ոչ մի բան չեք խնայում ձեզ Քրիստոսի սիրո, այլ կնձայեք ամբողջ ձեր մտքերը, հոգին, սիրտը, գիշեր ցերեկ, տեսեք, որն են Աստծո ճշմարիտ ծառաները, որոնք են։ Ասենք ձուկը ծովի մեջ, հանեք ցամաք դնենք, ինչ կար ժամանակ կապրի, ինչ է լինելու հետո։ Սատկի։ Նույնպես չեմ թաքցնում, կատարել ճշմարտություն է սա։ Ովքեր որ Տիրոջից մեկուսանում են, փափագում են ազատությունը զգալ, իրենց հաճույքին ինչ որ կամենան կատարեն, միևնույն է հոգին մեռնում է։ Ադամի նման, Ադամը ինչպես գիտեք 939 տարի ապրեց, բայց լոկ մարմին, հոգի չկար, հոգին մեռած էր։ Եվ մինչդեռ Քրիստոս եկավ առաջին անգամ հոգին կենթանացրեց Ադամին, քանի որ Ադամի մարմինը երկար ապրեց ու նոր մեռավ, եւ Քրիստոսի վերստին գալուց պետք է մարմինը կենթանացնի։ Սկզբից եկավ հոգին կենթանացրեց, վերստին գալով պիտի մարմինները կենթանացնի եւ պիտի իրար մեջ մտնելով կենթանանան, ովքեր արժանի են Քրիստոսի ճշմարիտ տեսության եւ իր պատկերին լինելով փրկության եւ հարության լուսավորտիներ են, իսկ ովքեր արժանիք չունեն փրկության հասնելու, նրանք 10 օրից հետո պետք է իրենց մարմինները հագնեն, բայց մսե բլուրներ, ինչպես շատ անգամ ձեզ ասել եմ։ Թող Աստված բոլորիս կատարել արթնություն պարգևի, ժամանակի հարգը ճանաչենք եւ իմանանք, որ մեր Տեր, մեր Աստվածը մեր փրկությունն է փափագում ամեն վարքյան, գիտեք, ոչ մեկից կորուստը չի կամենում, բայց ինքը միաժամանակ շատ արդարադատ է։ Դրա համար Աստվածամորը հզոր բարախոսությամբ ապաշխարության խորհուրդ դրվեց եկեղեցուն։ Եկեղեցին 7 խորհուրդներ ունի, գիտեք չէ՞։ Այդ 7 խորհուրդներից մեկը, ինչպես որ մկրտությունը շատ անհրաժեշտություն առանց մկրտության մարդկություն չի ասնում, նմանապես մկրտությունից հետո մեղ գործելուց հետո առանց ապաշխարության փրկության չի ասնում։ Դա շնոր Աստված բոլորիս, որ կարողանանք եւ մաքուր ապրենք եւ ապաշխարվենք, մեղքերը մարելով, շնորհների դրանալով, ամեն։